Այն ծնողը, որ գսիրե իր զավակը, թող զայն մոդեցնե Քրիստոսի։ Խորհրդածությունը կախված է Վաղինակ Վարդապետ Մելոյանի «Ես եմ ճամփան, ճշմարտությունը եւ կյանքը» գիրքեն։ Եթե երբեք կգարձենք, որ մեր սերն է որ արդայդած գլանք մեր զավակներուն նկատմամբ, դալով անոնց ինչ որ գուզեն ու գպապակին, ասիգա զանոնք սիրել չեղավ, այլ զանոնք կործանել։ Ծնողներ իրենց զավակներուն պետք չէ դան ու արդոնեն ինչ որ անոնք կուզեն ու գսիրեն, այլ պետք է դան ու արդոնեն միայն այն ինչ որ օգտակար է անոնց։ Պողոս առաքյալ այս ուղղությամբ կսե. ամեն ինչ արդոնված է ինձի, բայց ամեն ինչ օգտակար չէ։ Ամեն ինչ արդոնված է ինձի, բայց ամեն ինչ չօգներ ուրիշներու հավատքը ամրապնդելու։ Կյանքի մեջ շատ բաներ կան, որ գրնան կնել, որոնք սակայն օգտակար չեն։ Եթե մեկը ուզե շատագերություն անել, արգելող չկա, բայց մեզ ով չգիտեր շատագերության վնասները։ Եթե մայրը ուզե իր զավակին արգելել, որ եկեղեցի հաջախե կամ սուրբ գիրք կարդա, մեկը չի գնար պահանջել իր որ փոխե իր վերաբերմունքը, բայց դարձյալ ով չի գիտեր, որ այդ մայրը թեպի ամբողջական գործանում կարաշնորհ է իր զավակը։ Ով չի գիտեր, որ ան պատասխանատու է Աստուծո առջև, իր զավակին առջև եւ բոլոր այն մարդոց առջև, որոնց կայտագության պատճառ դարձած է ու գտարնա։ Հիշեցեք Հեղի կահանային օրինակը։ Ան իր զավակներուն ողբնիին ու Վեհենեսին նկատմամբ իր ցուցաբերած անդարբեր ու անհոգ վերաբերմունքին պատճառով կայտագության պատճառ դարձած էր ամբողջ ժողովրդին համար։ Աստվածաշունչը գբարձե, որ Հեղի կահանան երբեք խիստ չէ եղած իր զավակներուն հանդեպ։ Ան նույնիսկ չէ սանձած ու չէ հանդիմանած իրենք, երբ անոնք խախտած ու անարգած են աստվածաթիր օրենքներն ու պատվիրանները։ Առաջին տակավորած գիրքի մեջ Աստված Հեղի կահանային գսե. Իմ դանս համար պատվիրած զոհերս ու ընձաներս ինչու կանարկես եւ քու որդիներդ ինձ մե ավելի կփարավորես, որբեսի իմ ժողովրդից Իսրայելի ընդիր զոհերովը դուք ցեզ քիրծնեք։ Հավանաբար հայրական սերեմ մղված Հեղի կահանա չէ ուզած իր զավակները հերացնել կահանայական պաշտոնին, բայց այսպիսի սխալներու լրելը սիրո կամ բարյացակամության արդահայտություն չէ, այլ բացարձակ անպատասխանատվության եւ անդարբերության արդահայտություն։ Մայրը կամ հայրը պետք չէ լրեն իրենց զավակին սխալին, մանավանդ եթե երբեք այդ սխալը ուղղված է Աստուծո դեմ։ Ողբնիին ու Վեհենեսին սխալն ու մեղքը ուղղված էր Աստուծո դեմ։ Նույնինքն Հեղի այս բանը կհաստատի սելով, եթե մարդու դեմ մեղք գործե, անոր դատաստանը Աստված գորոշե, բայց եթե մարդը դիրոջ դեմ մեղք գործե, անոր համար ով աղաչանք պիտի ենե։ Իր զավակին աստվածանարգության նկատմամբ հանդուրժողություն հայտնաբերող մայրը անհանդուրժելի կդառնա Աստուծո համար։ Ծնողներ իրենց ծնողական բարդականությունը լիովին կատարած կլան միայն այնադեն, երբ առաջնորդեն իրենց մանուկներու մեծ սիրահարին Հիսուսի մոտ։ Ցկեցեք, որ մանուկները ինձի կան արկել մի լականոնց։ Ինչ ցավալի բան է հանդիպիլ այնպիսի ծնողներու, որոնք չեն ուզեր, որ իրենց զավակները իրենց գանուխ տարիքեն հանձնվին Քրիստոսի, այն դրամապանությամբ կամ արարգությամբ, որ իրենց զավակները պիտի չկարենան վայելել իրենց մանկությունը, իրենց երիտասարդությունը, իրենց կյանքերը։ Անոնք չեր անդրադառնար, որ Քրիստոսի հետ ըլլալն ու ապրիլը մեծագույն հաճույքն է, գերագույն վայելքն է։ Քրիստոսի հերու ոչինչ կրնա հաճելի ըլլալ։ Ով ըսավ, որ Քրիստոսի հանձնվող մարդը կտշփախանա, փորձարու մեկը Քրիստոսի հետ ապրած ու անոր սիրույն մեծ աջած մեկը, ոչ մեկ անց իր որ ապրած է Քրիստոսի հետ, եկած է այն եզրակացության, որ Քրիստոսի հանձնվիլն ու անոր հետ ապրիլը աղետ է։ Դիտեցեք մարդկային կյանքի փորձառությունը եւ պիտի տեսնեք, որ բոլոր այն ծնողները, որոնք հանձնված են Քրիստոսի, կաչալերած են եւ նաեւ իրենց զավակները հանձնվին, իսկ անոնք, որոնք չեն հանձնված Քրիստոսի, փորձած են նաեւ արկել կանտեսանալ իրենց զավակներուն այդ քայլը առնելու։ Իսկապես իր զավակը սիրող մայրը կամ հայրը ամեն բանի առաջ պետք է ապահովեցնե հավիտյանականությունը իր զավակին, իսկ զավակին հավիտյանականությունը ապահովեցնելու միակ կերպը զայն Քրիստոսի ծանոթացնելն է։ Քրիստոսի հերու չկա ապահովություն, որևէ մայր կամ հայր իր սեփական ջիկերով թող իզուր դեր չփորձե ապահովության ու վստահության զգացում ներշնչել իր զավակին։ Ապահովության զգացումը մեր զավակներուն մոտ հանդես չի կարի, երբ անոնց անունով մեծ գումարներ դիզենք տրամադուներու մեջ
Ոչ այլ եթե հարգապաշիններ արձանագրենք անոնց անուններով։ Մեր զավակներուն ապահովությունը, հաջողությունը գախյալ չի անոնց ունեցած դյութականեն, գարելիություններեն, հանգստավետ պայմաններեն կամ գործերու արադութենեն։ Մեր զավակները ապահովության զգացումով գլեցին միայն այն ադեն, երբ օգնենք անոնց իրենց սիրտերը բանալու Քրիստոսի շնորհքին։ Արագած քիրքի մեջ կսվի դերը իր սիրած գխրադե, ինչպես հայրը իր սիրական զավակին գնե։ Ուստի, եթե ձեր զավակը գսիրեք, հետևեցեք Տիրոջ օրինակին եւ քաղցրությամբ խրադեցեք ու հանդիմանեցեք զայն, երբ սխալ ընթացքի մեջ լա։ Խրադելը անուշ խոսիլ չէ միայն, այլ իբահանջալ հարգին բաճելն է նաեւ, քաղցրորեն բաճելը։ Զավակի սխալ ընթացքին թիմած մնայուն գերբով ներողամիտ լալով կրնաս անոր հավերժ կորստյան բաճար դառնալ։ Հաջորդին պիտի անդրադառնանք Աստված չի գարձրացներ մարդուն սիրտը նյութի մասին, Փառք Հորը, Որդին եւ Սուրբ Հոգին, Հավիտյանը մինչեւ Հավիտյան, ամեն։